Ստեփա Սաֆարյանի լիազորված անձն եմ, շրջել եմ տեղամասերում, ականատես եմ եղել եւ մարդկանց այդ, այսպես ասեմ, չի ասի թե կամովին հավաքին, որտեղ եթե կամովին մարդիկ ընտրության գնային, պետք չէր լինի 32 համարի, 15 համարի, 5 համարի երթուղային մեքենաների եւ Միլենա եւ Էլենա տաքսիների սպասարկումը պետք չէր լինի։ Ուրեմն դա նաեւ հարկադրանքի բնույթ է կրում, որ մարդիկ ցուցակներով շենքերի առաջ կանգնած եւ համոզված ենք, որ Ռոբերտ Սարգսյանի շահերին ընթառաջ գնալով հավաքագրում են մարդկանց, լցնում են մարշրուտկաները, տանում են, այսպես ասած, միջև մուտքն էլ ճանապարհում են եւ ընտրությունը այս պատկերով է այսօր կայանում Ավանառինջում, նաեւ նույնն է Ավանառինջում ավանում, նույնն է նաեւ մասիվի վիճակը, իսկ ամենասարսափելին նա է, որ մարդիկ փաստացի մի քանի տեղ են գրանցված եւ փաստացի գրանցման վայրերով կարող են տարբեր տեղամասերում ընտրություն կազմակերպել, չես հասկանում թե արդյոք մյուս ցուցակում նա չկա, չես կարող ճշտել այս պահի դրությամբ եւ խնդիրը ավելի շատ խնդիրը նաեւ թանակի հետ է կապված, մենք երեք կենտրոնական ընտրական հանձնաժողովին ուղղակի պահանջեցինք, որպեսզի թանակների հետ կապված մայիսի 6-ի խնդիրները նույնիսկ չկրկնել, որովհետև դրանք շատ արագ հետ կկորցնող թանակներ են, օքսիդացող թանակներ են եւ խնդրեցինք, որպես սովորական թանակներ օգտագործեն, կանխատեսելով նաեւ այսօրվա իրավիճակը։ Այսօր համարյա բոլոր ընտրատարածքների առջև մարդկանց ընդհանրապես խնդրել ենք իրենք բացեն իրենց անձնագրի այն էջը, որտեղ կնիք է խփված եւ կարելի ասել կամ ուրվագից կա կամ էլ ընդհանրապես կնիք չկա, անգամ մի քանի տեղամասերում մարդկանց հետ ենք տարել, կնիք խփել ենք տվել, բայց նույն պատկերն է եղել։ Այսինքն արդեն իմ համար կոնկրետ անկախ ընտրությունների ելքից իմ համար կանխատեսելի է, թե ինչ մեծ ռեսուրսներ, պետական ինչ մեծ ռեսուրսներ են օգտագործվում եւ անօրինական եւ այսպես ասեմ մասշտաբային մեծ ռեսուրսներ են օգտագործվում եւ ի սկզբանե ես իմ համոզմունքն ունեմ, որ Հայաստանում ընտրություն ուղղակի չի կարա լինի։ Ռոբերտ Սարգսյանի ռեսուրսներն են, բոլորն էլ գիտեն, որ Տարոն Մարգարյանի ուղղակի ազդեցությամբ է դա կատարվում, դա չեն էլ թաքցնում նաև նրան ծառայող, այսպես ասած, տերն ու ծառայի պատմությունն է, տերը Տարոնն է, ծառան էլ Ավանառինջի եւ Ավանի ժողովուրդն է։ Ես ուղղակի ապշած եմ, թե ինչ իրավիճակում է հայտնվել ժողովուրդը։ Այդ սարսափահար ժողովուրդը, որ ներողություն անգամ ծանոթդ քեզ բարև չի տալի, որովհետև կարող է Տարոնի մարդիկ տեսնեն, որ ինքը բարև տվեց քեզ։ Այս իրավիճակն էս վախի եւ չգիտեմ ինչի մթնոլորտն է։ Դե դեկտեմբերի մայիսի 6-ի ընտրություններին մենք տեսանք, որ նաեւ մյուս տեխնացուի օգտին են այս նույն խումբը աշխատում եւ նույն դեմքերն են, նույն փողոցային ուժերն են, նույն թաղապետարանի աշխատողներն են իրենց, այսպես ասած, տարբերանշաններով, բոլորը հավաքված ուղղորդում են, թիվն են ասում ներս մտնող անձին, ընտրողին, իրենց տեխնացուի զբաղեցրած տեղն են ասում քվեաթերթիկում, ուզում եմ ասել, որ ընտրությունները տեղի են ունենում թափանցիկ կեղծիքների պայմաններում, ընդամենը թափանցիկ են այս կեղծիքներն ու այս արատավոր երևույթները։